Նախորդին վաղարշաբաթ խոշորացված համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունը առաջացրել է բազմաթիվ հետընտրական քննարկումներ և հարցադրումներ, թե արդյոք ընտրության արդյունքը ինչպիսի ազդեցություն կունենա համապետական նախընտրական պրոցեսի վրա։ Կասկած չկա, որ վաղարշաբաթի ընտրության հանդեպ հանրային ընկալումների շրջանակը ձևավորվել էր զգալիորեն ազդված լինելով Գյումրիի քաղաքապետի ընտրության արդյունքից։ Ես նկատի ունեմ այս տարվա մարտին կայացած ընտրությունը։ Կստացվեր վաղարշաբաթում կրկնել Գյումրիի տարբերակը ընդդիմության համար, թե իշխանությունը թույլ չէր տա այդ տարբերակի կրկնություն։ Սա էր ինտրիգը և այդ ինտրիգը հանգուցալուծվեց հօգուտ քաղաքացիական պայմանագրի։ Եվ այս հանգամանքը իհարկե քաղաքացիական պայմանագրին թույլ տվեց խուսափել հոգեբանական շատ մեծ հարվածից, որ կարող էր ստանալ վաղարշաբաթում Գյումրիի տարբերակի կրկնության պարագայում։ Այս իմաստով քաղաքացիական պայմանագրի վերնախավի քարոզչական բավականին հնչեղ և բավականին ուժգին գործողությունները, որ մենք տեսնում ենք վաղարշաբաթի ընտրության արդյունքից հետո, թերևս պայմանավորված են հենց այս հանգամանքով։ Այսինքն փորձ է արվում առավելագույնս ստանալ ներիշխանական մոբիլիզացիոն էֆեկտ, առավելագույնս լիցքավորել ներիշխանական տրամադրությունները այս հաղթանակով, լավ պատկերացնելով, որ հատկապես Գյումրիից հետո այս առնչությամբ իշխանության ներսում առաջացել էին բազմաթիվ հարցեր, կասկածներ, վստահության խնդիր, տարակույսներ և այլն։ Կարծում եմ, ինչպես նշեցի, որ քարոզչության այն ուժգին և հնչեղ ալիքը, որ փորձ է արվում ծավալել վաղարշաբաթի արդյունքից հետո, պայմանավորված է առաջին հերթին հենց այստեղ էֆեկտ ստանալու տեսանկյունից, հետո նոր ընդդիմության ուղղությամբ հոգեբանական առավելություն ձեռք բերելու հանգամանքով։ Առավել ևս, որ կարծում եմ, ընդդիմության առումով վաղարշաբաթում տեղի չի ունեցել տապալում կամ առավել ևս ջախջախում, ինչպես փորձ է անում կիրառել այս ձևակերպումը իշխանական քարոզչությունը։ Ընդդիմությունը իհարկե չի կարողացել համապատասխանել այն նշաձողերին, որ սահմանել էր հենց ինքը իր համար, նաև Գյումրիի արդյունքից ելնելով, բայց այստեղ խնդիրը ոչ թե տապալումն է կամ, ինչպես նշեցի, առավել ևս ջախջախումը, այլ արդյունքից վաղարշաբաթում ստացված պատկերից եզրակացություն անելը, այդ պատկերի հետ առերեսվելու թե համարձակությունը, թե խորագիտությունը, քաղել դասեր, աշխատել սխալների կամ բաց թողումների վրա, հասկանալ, թե ինչու չստացվեց Գյումրիի կրկնությունը և նաև թերևս գլոբալ իմաստով արձանագրել, որ այդուհանդերձ տեղական ինքնակառավարման ընտրությունները երբեք չեն եղել և թերևս չեն լինի համապետական ընտրության մակետ, առավել ևս Հայաստանում, որտեղ ձևավորված չէ քաղաքական այն դասական համակարգը, երբ ընտրական պրոցեսները իսկապես սկսում են թիմ համակարգից և հասնում մինչև համապետական ընտրություն։ Մեզանում թիմ համակարգում և համապետական մակարդակում պրոցեսների տրամաբանությունը արմատապես տարբեր է։ Եվ այս իմաստով ես նշյալ տեսակետս արտահայտել եմ նաև Գյումրիի ընտրությունից հետո, երբ ընդդիմությունը փորձում էր ներկայացնել իր հաղթանակը որպես համապետական ընտրության գրեթե անառարկելի մի մոդել։ Ես այդ ժամանակ էլ նշել եմ, որ թիմ ընտրությունը չի կարող լինել համապետական ընտրության մոդել կամ մակետ, կան բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք հատուկ են լոկալ շատ նեղ շրջանակով ընտրական պրոցեսին և չեն կարող եղանակ ստեղծել համապետական պրոցեսների ընթացքում։ Այդուհանդերձ գլխավոր հարցը իհարկե հետևյալն է, թե ինչ ազդեցություն կունենա վաղարշաբաթը համապետական պրոցեսի համատեքստում։ Ինչպես նշեցի արդեն, թիմ առանձնահատկության հանգամանքը մեկն է տարբերություններից, երկրորդ հանգամանքը թերևս պայմանավորված է նրանով, որ վաղարշաբաթի ընտրությանը չի մասնակցել ներկայումս համապետական մասշտաբով ընդդիմադիր դաշտում նկատելի առաջատարություն ստանձնած «Մեր ձևով» շարժումը, որի հիմնադիրը Սամվել Կարապետյանն է և որը հայտ է ներկայացրել խորհրդարանի ընտրությանը մասնակցելու համար։ Եվ այս տեսանկյունից «Մեր ձևով» շարժման բացակայությունը ինքնին արդեն վկայում է այն մասին, որ վաղարշաբաթի ընտրությունը չի կարող լինել որևէ մանրակերտ համապետական ընտրության համեմատությամբ։ Այս տեսանկյունից «Մեր ձևովի» բացակայությունը չմասնակցելը վաղարշաբաթին և տարբերությունը ամենևին պայմանավորված չէ զուտ ֆիզիկական իմաստով։
Խնդիրն այն է, որ այս շարժումը նկատելիորեն փորձում է գործել այլ տրամաբանությամբ, քան մինչև այժմ Հայաստանում եղած ընդդիմադիր հիմնական դերակատարների գործունեությունը, դրա տրամաբանությունը, ոճը, բովանդակությունը։ Սա ես չեմ արձանագրում այդ երկուսը միմյանց հակադրելու տրամաբանությամբ, այլ թերևս փոխ լրացնելու։ Իմ գնահատմամբ մեր ձևովը փորձում է ոչ թե տեղավորվել այն էլեկտորալ սեգմենտում, որը գտնվում է ընդդիմադիր այլ առաջատար ուժերի ազդեցության գոտում, այլ ձևավորել իր համար նոր էլեկտորալ սեգմենտ, այդ թվում թերևս սոցիոլոգիական հարցումների, գրեթե բոլոր հարցումների պատկերում արձանագրվող 60-70% անտարբեր հասարակության շրջանում, այսինքն այն հանրույթի շրջանում, որն ըստ սոցիոլոգիական հարցումների ամենատարբեր կազմակերպությունների իրականացրած հարցումների չի վստահում քաղաքական ուժերին կամ ընդհանրապես չի վստահում քաղաքական պրոցեսներին եւ փաստացի ստացվում է, որ մեր հասարակության մեծ մասը դուրս է մնում քաղաքական պրոցեսներից, իրեն դուրս է դնում քաղաքական ակտիվ զարգացումներից։ Այս իմաստով իմ գնահատմամբ մեր ձևովի գործունեության ոճը եւ տրամաբանությունը միտված են ահա այս սեգմենտում հնարավորինս շատ էլեկտորալ ներառականություն ապահովելու։ Ինչ կստացվի այս ձևից կամ այս մարտավարությունից, այս ոճից, սա ցույց կտա իհարկե process-ը, բայց կարծես թե ընտրված է հենց այս տարբերակը եւ այս իմաստով եմ ասում նաեւ, որ ես դիտարկում եմ այս ոճային տարբերությունը ոչ թե հակադրության, այլ փոխ լրացման տրամաբանության մեջ։ Եվ սա կարևորագույն մի հանգամանք է, որը անշուշտ իր տրամաչափով, իր մասշտաբով շատ ավելի էական նշանակություն ունի համապետական ընտրության տեսանկյունից, քան ցանկացած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն։ Կա մեկ այլ առանցքային հանգամանք, որը եւս էական տարբերակում է դիտարկում տեղական ինքնակառավարման մարմինների եւ համապետական ընտրության համատեքստում։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ զուտ ընտրական process-ի տրամաբանության տեսանկյունից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը գերազանցապես ներքին գործոններով պարփակվող process է։ Ինչ վերաբերում է համապետական ընտրությանը, ապա այստեղ գործ ունենք երկրի քաղաքական իշխանության ձևավորման հետ, հետևաբար պետական քաղաքականության ձևավորման հետ։ Այսինքն միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ պետության իշխանության եւ քաղաքականության ձևավորման process։ Հասկանալի է, որ այս process-ը չի կարող լինել գերազանցապես ներքին process։ Այս process-ը բնականաբար ունի արտաքին բազմաթիվ շահառուներ, դուր գա դա մեզ, թե դուր չգա, սա իրական քաղաքականության պատկերն է եւ մենք չենք կարող հաշվի չառնել այդ պատկերը։ Եվ այս առնչությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հանդեպ համապետական ընտրությունը ունի հիմնարար նշանակությամբ տարբերություն։ Եվ սա հատկապես վերաբերում է միջազգային հարաբերությունների համար վճռորոշ ռեգիոններից մեկում գտնվող պետության իշխանության հարցին։ Դուր գա մեզ դա թե ոչ, կրկնեմ, մենք այս հանգամանքի հետ չենք կարող հաշվի չնստել։ Իսկ Հայաստանը ցավոք սրտի, առավել եւս այսօր, ի վիճակի չէ գործուն հակազդեցություն ձևավորել անգամ Ադրբեջանի նարատիվներին եւ պահանջներին։ Եվ այս պայմաններում ուր մնաց խոսել աշխարհաքաղաքական ազդեցիկ կենտրոնների հետաքրքրությունների, շահերի եւ ազդեցության համար պայքարի մասին։ Եվ այս տեսանկյունից է, որ այդ հանգամանքը ունենալու է մեր պետական իշխանության ձևավորման նախընտրական գործընթացի վրա էական ազդեցություն եւ հետեւաբար նաեւ այդ ընտրության արդյունքի ընդհանրապես նախընտրական process-ի տրամաբանության արդյունքի տեսանկյունից չափազանց կարևոր է լինելու, թե դրա մասնակիցները ինչպես են աշխատելու նաեւ այս հանգամանքի հետ։ Ընդ որում սա ամենևին պետք չէ նույնացնել այսպես ասած դրսից տղա բերելու կամ դրսից ինչ որ հարցեր լուծելու տրամաբանության հետ։ Սա նաև օբյեկտիվ իրողություն է, երբ մեր տիպի երկրներում բնականաբար շատ էական նշանակություն է ունենում, թե իշխանության հավակնող ուժերը արտաքին գործընկերների հետ ինչպիսի հարաբերությունների տրամաբանություն, բովանդակություն, կառուցվածք են պատկերացնում, ինչպես են պատկերացնում Հայաստանի տեղն ու դերը թե ռեգիոնալ զարգացումներում, թե ավելի մեծ համատեքստով միջազգային հարաբերություններում։ Բայց կրկնեմ, սա էական տարբերություններից մեկն է, որը առանձնացնում է թիմ համակարգում ընտրությունը համապետական ընտրության հետ։
Մյուս համապետական ընտրության եւ թիմ ընտրության միջև մյուս էական տարբերությունը թերևս նաեւ այն է, որ համապետական ընտրական process-ում մոտիվացիոն էական տարբերությամբ է հանրության մասնակցությունը։ Այստեղ կա նաև հետևյալ երևույթը, երբ մարդիկ շատերը չեն մասնակցում թիմ ընտրությանը, բայց գնում են մասնակցելու համապետական ընտրությանը։ Եվ իդեպ այս իմաստով նաև այս տարիների ընթացքում տեսանելի է եղել, զգալի է եղել, որ բարձր մասնակցությունը իշխանությունը իր համար դիտարկում է որպես խնդիր եւ մարտահրավեր։ Հետեւաբար այս տեսանկյունից էլ մենք չենք կարող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը ինքնաբերաբար պրոյեկցել որպես համապետական ընտրության ինչ-որ մոդել, պատկեր կամ մանրակերտ։ Այս ամենը իհարկե այս վերը թվարկածս գործոնները իհարկե ամենևին չեն նշանակում, որ համապետական ընտրության պարագայում Նիկոլ Փաշինյանի պարտությունը կամ անհաջողությունը անխուսափելի է կամ անխուսափելի է ընդդիմության հաղթանակ։ Այստեղ ես չեմ գնահատում, թե գործոնների այս տարբերությունը ինչ շանսերի, ինչպիսի հարաբերակցություն է ձևավորում, բայց ամբողջ հարցն այն է, որ մենք չպետք է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության որևէ արդյունք դիտարկենք որպես համապետական ընտրության ինչ-որ ինդիկատոր եւ կապ չունի այստեղ իշխանության հաղթանակի մասին է խոսքը, թե ընդդիմության հաղթանակի, նկատի ունեմ թիմ որևէ ընտրությանը։ Եվ իհարկե այս ամենից հետո Վաղարշապատի ընտրության առումով առանձին ուշադրության է արժանի Նիկոլ Փաշինյանի գրառումը, որտեղ նա փորձում է այս ընտրությունը կապել Մայր Աթոռի հանդեպ իր քաղաքական ծրագրերի եւ հավակնությունների հետ։ Այս ընտրությունից ժամեր անց վարչապետ Փաշինյանը մի գրառում էր արել, նշելով, թե վաղարշապատցիները քվեարկելով քաղաքացիական պայմանագրի տեխնացուի օգտին, նաև ըստ էության կարևոր լիցք տվեցին ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու գործընթացին։ Իհարկե հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը այս միտքը ձևավորել է իր բառերով, որոնց մենք քաջածանոթ ենք, թե այդ թվում թե ինչպես է նա հիշատակում ամենայն հայոց կաթողիկոսին։ Անկասկած է, որ այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղել ինֆորմացիոն քարոզչական առավելագույն միավորներ եւ թերևս ինքն էլ լավ պատկերացնելով, որ նոյեմբերի 16-ի քվեարկությունը ըստ էության որևէ կապ չի ունեցել այն հարցի հետ, ինչից ինքը փորձում է, ինչի առիթով ինքը փորձում է քաղել այդ միավորները։ Դրա պարզ վկայություն է այն, որ քարոզարշավի ընթացքում քաղաքացիական պայմանագրի տեխնացուն ոչ միայն չի շոշափել այս հարցը, այն հարցը, որի մասին գրառում է արել Նիկոլ Փաշինյանը, այլ հակառակը փորձել է հնարավորինս հեռու մնալ դրանից, հնարավորինս հեռու մնալ դրա կիրառումից, լավ պատկերացնելով, որ դա ոչ թե ձայնաբեր հարց է եւ թեմա, այլ լիովին հակառակը։ Հետևաբար այդ իմաստով Վաղարշապետի ընտրությունն իհարկե Նիկոլ Փաշինյանի համար չի փոխել Մայր Աթոռի հանդեպ գործընթացի, Մայր Աթոռի նկատմամբ գործընթացի հանրային ստատուս քվոն։ Եվ այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ստանալ ինֆորմացիոն միջավայրի փոփոխություն։ Սա իհարկե արդեն բոլորովին այլ թեմա է։